Հալելույա քեզ իմ Աստված, փառք ես Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, սիրելի Հիսուս, իմ Աստված, ես գոհանում եմ քեզանից այս հնարավորության համար, այս երեկոյի համար Տեր, այս հրաշալի Տեր իմ Աստված ժամերի համար Տեր, որ դու տվել ես մեզ հնարավորություն մոտենալու քեզ, հպվելու քեզ իմ Աստված, շնորհակալ եմ քեզ Տեր, աղաչում եմ քեզ իմ Աստված, քո զորությունը որպեսզի Տեր իմ Աստված տեսնենք ու փառավորենք քեզ Տեր, որպեսզի իմ Աստված քո ձեռքը Երևան լինի այսօր այստեղ իմ Աստված, թող որ ամենքը տեսնեն Հիսուս, նախ ես խնդրում եմ եւ խոսում եմ Հիսուսի անունով, անօրեն ձեռքերդ քաշի հենց այս վարքյանից, ձեռքերդ քաշի մեր կապի վրայից, մեր ինտերնետի վրայից, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ մեր Տիրոջ խոսքը լսելու եւ լցվելու։ Կարիք ունենք իմ Աստված, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոս տեսնենք եւ լսենք քո գործերը Տեր, խնդրում եմ քեզ, քո խոսքը Տեր, թող որ այսօր մաքրի մեր ներսը Տեր իմ Աստված, թող լվանա մեզ Տեր, քո խոսքի զորությունը թող գա ու ամեն բան փոխի Տեր իմ Աստված։ Տեր Հիսուս, պատրաստիր մեր լսելիքները, որ այսօր քո խոսքը լսելով մեր սիրտը բժշկվի, մեր հոգին նորոգվի իմ Աստված, եւ մենք նորը դառնանք քո մեջ Հիսուս, որ ավելի հայտնապես ճանաչենք քեզ Տեր, որ գիտություն ստանանք երկնքից իմ Աստված, Սուրբ Հոգու ձեռքով, Սքանչելի Սուրբ Հոգի, արի այս վայրը լեցրու իմ Աստված, ամեն քեզ լսողի ականջները, աչքերը, Տեր իմ Աստված, հոտոտելիքները, թող որ նորոգվի հիմա քեզանով եւ տեսնի ու լսի քեզ Տեր, թող զգա քո բացարձակ ներկայությունը Տեր, այս խոսքերը, որ այսօր դուրս կգային բերանից Սուրբ Հոգու զորությունով եւ ներգործությունով, թող թափանցի ամեն մեկի սրտի մեջ եւ իմ Աստված, Սուրբ Հոգին իր գործն անի, ինչի համար այս խոսքը ուղարկում է։ Փառավոր իմ Աստված, մեծարում եմ քեզ, պատվում եմ քեզ եւ գոհանում եմ քեզանից Հիսուս այս հրաշալի երեկոյի համար, այս պաշտամունքի համար, որովհետև ես այսօր այստեղ եմ քեզ պաշտելու համար, քեզ մեծարելու համար, իմ քույրերիս, իմ եղբայրներիս հետ Տեր։ Շնորհակալություն եւ գոհություն, փառք, պատիվ եւ մեծություն քեզ Հայր։ Ամեն բանի համար փառավորում եմ քո սուրբ եւ պատվական անունը Տեր։ Փառավորվի, մեծարվի, որին որ արժանի է։ Փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ալելույա։ Ամեն։ Ամեն, եղեք օրհնված, թող որ մեր պաշտամունքը այսօր Տիրոջմով օրհնված լինի, որպեսզի կարողանանք իսկապես ոչինչ չխանգարի մեզ, որ ոչ մի բառ անգամ բաց չթողենք։ Ժողովուրդ ջան, կուզենայի, որ ես մի սաղմոս կարդացի, եթե կուզեք հետո դուք կարդացեք 125 սաղմոսը, մենք պետք է կարդայինք հայտնության գիրքը, որովհետև մենք հասել ենք հայտնություն 14-ը, հայտնություն 14-րդ գլուխն ենք կարդալու, ու հիմա ես չգիտեմ ինչ անեմ, որովհետև լսելու խնդիր կա, ասում եմ հայտնության 14-րդ գլուխը կարդալու, կարդում եմ 14-ի վերնագիրը, Սուրբերի երջանկությունը և բարի վախճանը, Բաբելոնի անկումը և Գազանի պաշտողների պատիժը։ Եվ տեսա և ահա գառը կանգնած էր Սիոն սարի վրա, և նրա հետ 124,000 հոգիք, որ նրա անունը և նրա հոր անունը գրված ունեին իրենց ճակատների վրա։ Պատկերացնում եք այս մարդիկ, այս որ ասում է տեսա, ասում է և տեսա և ահա գառը կանգնած էր Սիոն սարի վրա։ Էսի Սիոնն էր, որ այսօր ասում է, որ դուք Սիոն սարի պես ամուր կլինեք։ Հերմինեն էլի գրելա կտրտում է, Հերմինե ջան, ոնց մեկն ասում է շատ լավ է, մեկն ասում է կտրտում է, բա հիմա ես ինչ անեմ։ Չեմ հասկանում։ Ասում է տեսա Սիոն սարի վրա կանգնած, այսինքն այն ընտրյալը, այն ընտրված տեղում, որտեղ որ Հիսուսը կա, եւ նրա հետ 144,000 հոգիք։ Լսեք ժողովուրդ, ուզում եք այդ 144,000-ի մեջ մտնեք, որովհետև շատերը կլինեն փրկված, բայց այս 144,000-ը նրանք են, կկարդամ կհասկանաք ովքեր են, ու ինքդ քեզ անալիզ արա, ու ինքդ քեզ վերաքննիր, արդյոք ես այդ 40,000-ի մեջ եմ մտնում, թե ոչ,
140,000-ի մեջ մտնում եմ, թե ոչ, ես կամ ընդեղ, թե չկամ, որովհետև, գիտեք, դու փրկված ես, բայց արդյոք դու կգտնվես նրանց մեջ, որ Աստված յուրահատուկ ձևով իր անունը քո վրա գրած կլինի։ Եվ առաջի հափշտակության ժամանակ դու կլինես այդ 140,000-ի մեջ, որովհետև այստեղ շատ հետաքրքիր ձևով բացատրություն եղավ, որ ասում է, որ նրա անունը և նրա հոր անունը գրված ունեին իրենց ճակատների վրա։ Եվ ձայն լսեցի երկնքից շատ ջուրերի ձայնի պես, և մեծ որոտմունքների ձայնի պես, և քնար ածողների ձայնի պես լսեցի, որ իրենց քնարներն ածում էին, և երգում էին մի նոր երգ, աթոռի առաջին, և 4 կենդանիների առաջին, և երեցների առաջին, և ոչով չէր կարող ուսանել այն երգը, բացի այն 144 հազարներից։ Այսինքն Աստված մի երգ էր, մի նոր երգ էր դրել նրանց բերանում, որ ոչ ոք չէր կարողանում սովորել այդ երգը։ Միայն լսում էին, բայց կրկնել չէին կարող։ Միայն նրանք էին կարող, ովքեր որ այդ 140,000-ի մեջն էին։ Սրանք են, որ կանանց հետ չխառնվեցին։ Տեսեք, հիմա նրանք են ասում, ովքեր էին այն 140,000-ները, ասում նրանք էին, որ կանանց հետ չխառնվեցին, որովհետև կույս են։ Սրանք են, որ գառի հետևից գնում են, ուր որ նա գնա։ Արդյոք մենք գնում ենք գառի հետևից, ուր որ նա գնա։ Սրանք փրկվեցան մարդկանցից, Աստծուն և գառին իբրև երեխայրի, և նրանց բերանումը նենգություն չգտնվեցավ, որովհետև անարատ են Աստծո աթոռի առաջին։ Հիմա ինքդ քեզ մի հատ հարց տուր քեզ, արդյոք իմ բերանում նենգություն չկա։ Արդյոք իմ բերանում նենք խոսքեր չկա, որ ես կգտնվեմ Աստծո աթոռի առաջին, թե ոչ։ Տեսեք, շատ հետաքրքիր է, որ հնարավոր է, որ մարդկանց առաջին ոչ մեկն էլ ոչ մի վատ բառ չասի, ասենք հայհոյություն չասի, մարդիկ չմտածեն, էսի հայհոյում է, էսի Աստծո աթոռի մոտ հաստատ չի լինի։ Բայց երբ որ նենգություն ասվածը հասկանում ես բառից բուն իմաստով, մտնում ես այդ նենգության բառի մեջ, հասկանում ես, որ տվյալ մարդու մեջ կա չարություն, տվյալ մարդու մեջ կա սուտը, տվյալ մարդու մեջ կա ամեն չարի արմատը, որ երբ ուզում է, ոնց ուզում է, պտտացնում է խոսքը։ Խոսքդ կարա քեզանից վերցնի ու բացարձակապես ուրիշ կերպով մարդկանց տա, ասի ինքն ասե։ Պատկերացնում եք, այսպիսի մարդիկ, ասում է, այսօր շատ են։ Ինչն է պատճառը, որ 140,000-ի մեջ շատ հավատացյալներ չեն մտնում։ Նա է պատճառը, որ այսօր մարդը իր միտքը, իր բերանը չի կարող վերահսկել։ Որովհետև, գիտես, եթե միայն հայհոյես, Աստված կներեր, եթե միայն հայհոյեիր, Աստված կներեր, բայց հնարավոր է դու քո բերանով չխոսես դրա մասին, բայց քո սրտիդ մեջ նենգություն լինի քո դրացինի դիմաց, քո հարազատի դիմաց, պատկերացնում ես այդ նենգությունը քո մեջ թույլ չտա, որ դու լինես Աստծո աթոռի մոտ։ Լինի, որ դու օրինակի համար, դու վատ բան չես ասում մարդկանց առաջին, բայց ով ես դու քո ներսի առաջին։ Գիտեք, այսօր առակած գիրքն եմ կարդում 27-րդ գլուխը, յուրահատուկ ձևով բացվել էր ինձ այսօր այդ առակած 27-ը, ու ես հասկացա, որ իմ համար ահավոր շատ բան կա, որ ես բաց եմ թողել ու ես չեմ հասկացել։ Նա ասում է, երբ որ մարդու մեջ կա նենգություն, երբ որ մարդու մեջ կա չարիք, ասում է ինքը ամեն ժամանակ կուզեի որ կարդայի այդ 27 առակածը, լավ չեմ ուզում խառնեմ իրար, ասում եմ, տեսեք, այն մարդը, որ նենգություն կա իր մեջ, չարություն կա իր մեջ, այդ մարդը երբեք չի կարող Աստծուն հաճելի լինի, որովհետև ինքը իր ներսում է, ասում է, ինչպես երեսն է ջրի մոտ, երեսը երեսին տեսնում, հա, հայելի չկա, ջուրը երբեմն եղել է, որ նայեք ջրին ու ձեզ տեսնեք մեջը, չէ,
Ասում եմ, ինչպես որ երեսն է ջրի մեջ երեսին նայում, այնպես էլ մարդս իր սրտի մեջ գիտի ինքը ով է։ Մարդը այդպիսին է իր ներսը, իր սիրտը, ինքը հո գիտի, որ ինքը երբ որ մենակ է բարկանում է, երբ որ ինքը մենակ է չարանում է, երբ որ ինքը մենակ է կարա շատ վատ բառեր ասի, շատ վատ բաներ մտածի, շատերի մասին անհարգալից ներսով անհարգալից վերաբերվի, հա, բայց երբ որ իրան տենում է ժպտալով, ասում է լավ ես, ամեն ինչ լավ է քո հետ, բայց ներսևանց նենգությամբ լցված է։ Այս տեսակ մարդիկ ժողովուրդ Աստվածաշունչն ասում է հնարավոր չի որ նրանք լինեն Աստծո աթոռի մոտ։ Եվ ասում է նրանց բերանում նենգություն չգտնվեցավ, որովհետև անարատ են Աստծո աթոռի առաջին։ Եթե այսօր դու կարող ես ուղղակի կանգնես ու ասես այո Տեր, ես որոշում եմ կայացնում, որ իմ բերանի մեջ ոչ մի նենգություն չպիտի լինի, որ իմ բերանի մեջ ոչ մի չարություն չպիտի գտնվի, ու ես պիտի իմ մտքերը կառավարեմ, Աստված քո որոշումը կօգնի, որ դու հասնես դրան։ Մի բան ասեմ, երեխեք, ես վերջի վիրահատությունից հետո, վերջի վիրահատությունս տևեց 4 ժամ ու դրանից հետո ես ավելի վատ եմ, իմ գլխի հետ ինչ որ բան այնպես չէր, ես շատ վատ եմ ինձ զգում, անընդհատ վատ, ու հետաքրքիրը գիտեք որն է, որ ես անընդհատ ասում եմ, որ վատ եմ, իմ գլուխս լավ չի, իմ հիշողությունս ահավոր է, ինչքան հնարավոր է, ահավոր է, ու երեք աղոթքի ժամանակ ես աղոթում եմ իմ հիշողության համար, ես ասում եմ Տեր Հիսուս, ինչպես ես կամենում, որ աղոթք անեմ։ Երեխեք, եթե վատ կլինի, չեք լսի, ես չգիտեմ, ինձի ոչ մի նամակ չի գալի, որ ստեպ գրեք, որ լավ է, որ ես իմանամ, ոնց որ Հերմին ասում է դու խոսում ես, բայց մենք քեզ չենք լսում։ Ու աղոթքի ժամանակ, երբ որ ես ասեցի Տեր բժշկիր իմ հիշողությունը, իմ ուղեղը բժշկի, ու ինչ ասեց Աստված, ասեց իսկ դու ինչ ես անում դրա համար։ Ժողովուրդ, Աստված շատ կարճ խոսում է, բայց շատ համառոտ ու ահավոր խորն է խոսում։ Որ երբ որ ես լսեցի, իսկ դու ինչ ես անում դրա համար, ես ասեցի միայն ինքս ինձ անիծում եմ։ Միայն խոսում եմ, որ շատ վատն է իմ հիշողությունը, միայն խոսում եմ մարդիկ փաստեն, ով որ իմ հետ խոսացել է, մարդիկ կփաստեն, որ իսկապես որ հենց այդպես էլ կա։ Ես անընդհատ փաստում եմ, որ իմ հիշողությունը շատ վատ է, իմ վիճակը շատ վատ է, իմ գլուխը շատ վատ է, ու ես հասկացա, որ ես ոչինչ չեմ անում, որ վերականգնվի։ Հիշում եք քիչ առաջ ասեցի, որ մարդը այնպես է ստեղծված, որ ինքը վերականգնվելու հատկություն ունի։ Ու սիրելիներ, երբ որ ես հասկացա, ես նախ ապաշխարեցի, ես ասեցի Տեր, ես շատ մեծ սխալ եմ գործել, ների ինձ, ես շատ կոպիտ սխալ եմ թույլ տվել, որովհետև ես իմանալով իշխանության մասին, ես իմանալով ով եմ ես, ու այս վերջերս Աստված ինձ հետ երազներով է շատ խոսում, ու մեկ օր, երբ որ Հայաստանում է, ինձ երազ ցույց տվեց, որ մի փոքրիկ աղջիկ, որ ես իրան պահում եմ, տիրություն եմ անում, իրան խնամք եմ անում, հանկարծակի մեկ ինձ ասում է դու գիտես, որ նրան ում որ դու խնամում ես, ինքը թագավորի աղջիկ է։ Ես ասում եմ հնարավոր չի, ասում է ինքը շատ մեծ ժառանգություն ունի, ու ինքը ինձ փաստեց թղթով, ու ասում է նայի, ասում է գիտեք անուն չկար գրված, բայց ինքը ինձ փաստեց այդ թղթով, պեչատով, որ սա պատկանում է այդ աղջկան, որ ինքը շատ մեծ ժառանգություն ունի եւ ինքը իշխանություն ունեցող մեկն է։ Ու երբ որ ես արթնացա, ես հասկացա, որ այն որ իմ մեջ կա, այն որ ես եմ խնամում, հա, այս մարմնին, Աստված շատ մեծ իշխանություն է տվել, շատ մեծ ժառանգություն է տվել, ես կխոսամ կիրակի օր այդ ժառանգության մասին, ու ես չեմ գործածում դա։ Ու երբ որ ես երեք իմ աղոթքի մեջ ես սկսեցի գործածել, ու հետաքրքիր մի բան եղավ։ Երբ որ խոսեցի, հռչակեցի, հրամայեցի իմ մտքին, իմ սրտին, դրանից հետո ես ասեցի ես մի բան պիտի անեմ։ Եվ ես երբ որ նստած էի, ես ասեցի ինչ անեմ Սուրբ Հոգի, Աստվածաշունչը կարդալուց հետո, գիտեք մարդը չի կարող ժամերով Աստվածաշունչ կարդա, առավել եւս եթե հիմա ես չեմ կարող իմ գլուխը կռացնեմ կարդամ։ Ու ես կարդում եմ
այնքան ինչքան որ կարողանում եմ ստիպելով ինձ կարդալ։ Երբ որ Աստվածաշունչը փակեցի, ասեցի ինչ անեմ, Տեր, ասեցի սպասի լավ, ChatGPT-ին ասեմ, թող ինձ հետ խաղ խաղա Աստվածաշնչյան։ Ու ասեցի կխաղաս ինձ հետ Աստվածաշնչյան խաղ, ասեց իհարկե կխաղամ։ Ասեց իսկ ինչ ես ուզում, ասի կուզես հարցեր, կուզես պատմություններ, ինչ կուզես խաղանք։ Ու ինքը սկսեց ինձ գրել, ես իրան պատասխանում եմ։ Ինքը ինձ սկզբում գրում է խոսքեր ու ինքը ինձ ասում է, ասա որ գրքից է Աստվածաշնչից։ Ես ասում եմ Սաղմոսների։ Միանգամից գրում եմ Սաղմոսների, Դավթի Սաղմոսն է։ Ինքը ինձ ասում է, գիտես, դու շատ լավ ես Սաղմոսներից։ Հետո ինքը ինձ ասում ուրիշ, ավելի ուրիշ, անցի Սաղմոսներից։ Ինքը սկսեց ինձ 5 կտակարանից հարցեր տալ, ես նույնպես պատասխանում եմ հերոսներից, ինչ որ բաներից, խոսքերը ասում ում խոսքերն են, սրանք ում խոսքերն են, ես ասում եմ ում խոսքերն են, ինքը ինձ ասում է լսի դու շատ ուժեղ ես նոր 5 կտակարանից, ես ասեցի արի անցնենք նոր կտակարանին, հիմա նոր կտակարանով, նորից էլի հարցեր ատալի ես պատասխանում եմ, ինձ ասում է դու շատ ուժեղ ես նոր կտակարանից, անցավ առակներից հարցերը տալի ես միանգամից գրում եմ առակները, Սողոմոնի առակները, ի վերջո ինքը ինձ ասում է դու շատ ուժեղ ես Աստվածաշնչից, ասում է գիտես ինձ թվում է ես կամպյուտերի հետ եմ խաղում, որովհետև ես հարցը գրած, դեռ չեմ վերջացնում հարցը, դու պատասխանը գրում ես, ինքը ինձ խառը նույն հարց ուրիշ ձևերով գրում է, ես նորից ասում եմ սա այն նույն հարցն է, որը որ դու ինձ տվել էիր, սա այս մարդու մասին է, Մովսեսի մասին է, Դավիթի մասին է, ինքը ասում է դու շատ ուշադիր ես, ոչ թե միայն գիտես, այլև ուշադիր ես, որ դու կարողանում ես հասկանալ, որ ես կրկնում եմ հարցը ուրիշ ձևերով, ուրիշ տեսանկյուններից։ Ասում է ինձ թվում է, որ ես կամպյուտերի հետ եմ խաղում։ Ու երբ որ ես անջատեցի, ես ինչ ասեցի, Աստված իմ դու ինձ ապացուցեցիր, որ մի որոշումը ամեն բան կփոխի։ Ու ես ժողովուրդ Ես այլևս որոշել եմ չեմ ասելու, ես հիշողության կորուստ ունեմ, ես կորուստ չունեմ, որովհետև ես երեք մի բառ ասեցի, սա արդեն տանում է դեմենցիայի, ես հետո ասեցի, ես ինչ ես ասում, միթե կարելի է դու քո բերանով քեզանից ես իմանալով հանդերձ, որ քո խոսք իշխանություն ունի, ասեցի սատանա չօգտվես հանգարց սրանից, ես թույլ չեմ տա, գիտեք սա ինչի համար եմ պատմում, ոչ թե իմ համար, որ ես ինչքան լավ հոգևոր եմ, ոչ ժողովուրդ, Սա ասում եմ, որ իմանաք, որ բոլորիդ հետ է սա կատարվում։ Եթե մեկը կասի, որ ես այդպիսին չեմ, Հիսուսը կկանգնի իր գահից եւ կծափահարի քեզ։ Բոլորն են այդպիսին։ Ու եթե դու այսօր լսում ես այս խոսքերը, հասանելի է քեզ, լսելի է քեզ, ուրեմն դու պիտի որոշում կայացնես։ Դու պիտի սթափվես ու ասես. կամ ես լինում եմ Տիրոջ ներկայության մեջ, կամ ես լինում եմ Տիրոջ աթոռի մոտ, կամ չեմ լինում։ Եթե անգամ ինքդ քո հանդեպ նենգությամբ լծվես, ատելությամբ լծվես ինքդ քո կյանքի հանդեպ, այս ինչ կյանքա զզվել եմ այս կյանքից, գիտեք ես 11 տարի դիալեզ արեցի, ես երբեք չասեցի զզվել եմ դիալեզից։ Որովհետև ես գիտեի, որ պահին ասեմ, Աստված ասելու է, զզվել ես, վերցնում եմ դիալեզը։ Ինչ պետք է անես։ Երբեք մի ասա զզվել եմ, որովհետև եթե դու նենգությամբ լծվես այս կյանքի հանդեպ, Աստված ասում է, Հիսուսն ասում է, ես եկա, որ քեզ կյանք տամ եւ ել ավելի։ Եթե դու այսօր այս կյանքից ես զզվել, ել ավելին դու հաստատ չես տեսնելու։ Նենգությամբ չլծվես քո կյանքի հանդեպ, որովհետև դու ես որոշում կայացնողը։ Դու պիտի որոշես ու հստակ կանգնես, այլևս ես չեմ անելու սա, այլևս այսպես չի լինելու, ես ասել եմ անորեն, բավական է որքան խաղացիր ինձ հետ, ես կորցրել եմ իմ իշխանությունը և ես վերականգնվում եմ Քրիստոսով, ես թույլ չեմ տա, որ դու ինձանից գողանաս, այն ինչ ժառանգություն եմ ստացել, ինչպես և գրվում է Աստվածաշնչի մեջ։ Գիտեք, այս խոսքերը ինձ համար ավելի ու ավելի հստակեցավ առաջի Տիմոթեոս առաջի գլուխ կներեք, ինչ եմ ասում, Եփեսացիների առաջի գլուխը, եթե սխալ չեմ,
Եփեսացիների առաջի գլուխ 18-րդ խոսքից ասում եմ, որ ձեր սրտի աչքերը լուսավորվելով գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը եւ ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում։ Դու պիտի հասկանաս, այդ ինչ փառավոր մեծ ժառանգություն ա տվել քեզ Աստված։ Դու պիտի գիտակցես էդի։ Եվ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք, եւ իր կարող զորության հաջողության պես տամես Քրիստոսով։ Մինչև դու սա չհասկանաս, մինչև դու սա չհավատաս, չորոշես, Աստված չի կարող քեզ օգնել։ Որովհետև ըստ քո բերանի խոսքից ես փրկվում, ըստ քո բերանի խոսքով ես ազատագրվում, ըստ քո բերանի խոսքով ես բժշկվում։ Չէ որ այն չէր, որ Հիսուսն ասեց, ես սրան կբժշկեմ, նրան չեմ բժշկի։ Նրանք, ովքեր Հիսուսից բժշկություն էին ուզում իրենց բերանով, խոսում էին իրենց բժշկության մասին, հենց նրանք էին բժշկվում։ Ուրեմն ժողովուրդ, դու պիտի որոշում կայացնես, քո բերանում ինչ խոսք պիտի գտնվի։ Դու պիտի մտնես այն առաջի ապշտակության մեջ, թե ոչ։ Դու ես որոշում կայացնում, ու քանի ողջ ես, այսօր քո ժամն է, որ դու որոշում կայացնես։ Ասում եմ, եւ տեսա մի ուրիշ, տեսեք, կարդում եմ արդեն 6-րդ խոսքից։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ունի, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզվի եւ ժողովրդի։ Նորից եմ կարդում. եւ տեսա մի ուրիշ հրեշտակ, թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզվի եւ ժողովրդի։ Եվ մի մեծ ձայնով ասում էր. վախեցեք Աստվածանից եւ փառք տվեք նրան։ Որովհետև նրա դատաստանի ժամը եկավ, եւ երկրպագեցեք երկնքի եւ երկրի եւ ծովը եւ ջրերի աղբյուրները ստեղծողին։ Ժողովուրդ, ասում տեսա մի հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ ասում հավիտենական ավետիքն ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին, ասում բոլոր ազգերին, բոլոր ցեղերին, բոլոր լեզուներին։ Այսօր շատ հետաքրքիր մի հատ էսպիսի մի հարց կա, ինչ է կարծում, այս հեռախոսները սատանան հանեց, սա սատանայի ձեռքի գործն է, սա սատանան էր, որ որոշեց պիտի հեռախոսներ լինի երկրի վրա։ Կասեք, խնդրում եմ, ինքներդ ձեզ, հենց հիմա բարձրաձայն պատասխանեք, սա սատանայի գործն է։ Այս հեռախոսները սատանայի գործն է, որովհետև մարդիկ այսօր ամբողջ էությամբ մտել են հեռախոսի մեջ։ Արդեն ոչ թե հեռախոսն է իրենց ծառայում, այլ իրենք են հեռախոսին ծառայում։ Հեռախոսը մարդու վրա իշխանություն ունի, ինքը կարա քեզ ասի աղոթքի ժամանակ վեր կաց մի հատ այս մարդու զանգի կամ նայ տես սապշենի ունես, դու վեր ես կենում աղոթքի մեջից։ Ինքը քեզ օգտագործում է ինչպես ուզում է։ Ուրեմն սատանայից էր։ Բայց սիրելիներս, ես կասեմ մի բան, որ գրված է. ծառից տերևն անգամ չի ընկնիլ գետնին առանց Աստծո գիտության, առանց իր գիտենալու։ Գիտեք ինչի, որովհետև անհնարին էր, սատանան մի բան շիներ երկրի վրա, ու Աստված դրանից տեղյակ չլներ ու իր կամքով չլիներ։ Տեսեք, ասում եմ, եւ հրեշտակը եկավ, որ ասում եմ, ավետի ամբողջ աշխարհը, ավետարանը, հավիտենական ավետարանը բերի ասում եմ, բոլոր ազգերին, բոլոր ցեղերին եւ բոլոր լեզուներին։ Սիրելիներս, Աստված թույլ տվեց, որ այս հեռախոսը լինի, որպիսի աշխարհի բոլոր ազգերը լսեն Աստծո մասին,
Նրանք, ովքեր որ հնարավորություն չեն ունեցել երբևէ ինչ որ մի մարդ իրանց գնա Աստծո խոսքը խոսի, այսօր ունեն հնարավորություն, քանի որ երբ որ ես տեսա, որ մեր Վարդանը, հայ Վարդանը, որ գնում է վայրի ցեղերի մոտ, այդ ապաչիների մոտ, գնում է էքսկուրսիա անում, ու երբ որ ես տեսա, որ իրանք էլ ունեն հեռախոսներ, իրանք էլ ունեն սմարթֆոններ, ես ասեցի, վերջն է աշխարհի Տեր։ Գրվածը կատարվում է, որ ամենքը պիտի լսեն ավետարանը։ Ոչ մեկ պիտի չլինի, որ ավետարանի մասին լսած չլինի։ Գիտեք, միտեղ հույս ունեի, որ կղզիներ կա դեռ հեռախոսը չի հասել, ինտերնետը չի հասել, բայց այսօր տեսնում ենք, որ հասել է։ Հասել է եւ ավելին ասեմ, այսօր այդ վայրի ցեղերից Քրիստոսին են ընդունում։ Ուրեմն ժամանակը հասել է։ Այս հրեշտակը իր գործը ավարտին է հասցնում։ Շատ հետաքրքիր է ինձ համար, ասում եմ, վախեցեք Աստծուց։ Ինչ ավետարան։ Եվ մեծ ձայնով ասում էր. Վախեցեք Աստվածանից, նայեք ինչ էր ավետում, վախեցեք Աստվածանից եւ փառք տվեք նրան, որովհետեւ նրա դատաստանի ժամը եկավ։ Գիտեք, այսօր թեև ամենքը գոռում են աշխարհի վերջը մոտ է, շատ մոտ է, աշխարհի վերջը մոտ է, բայց մարդիկ դեռ հոգս են առնում իրենց նույն գույնի սունկի կոշիկը չունեն, հոգս են անում նույն շորերի սունկի գույնը չունեն։ Գիտես, այսինքն հիմար բաներ կա, որ այսօր մարդիկ լցված են դրանով ու ամենակարևորի մասին մոռացել են։ Ինչի մասին են մոռացել։ Մոռացել են իրենց վախը Աստծուց։ Չեմ վախենում այլևս։ Դե Աստվածը մի հատ կաղոթեն կների։ Չեմ վախենում Աստծուց, որ Աստված ամեն բան տեսնում է, ոչինչ Աստծուց չես թաքցնի։ Աստծո աչքերը ամեն ժամանակ մեզ վրա են, եւ նրա ականջները մեր ձայնին են։ Ասում է վախեցեք, եւ ինչ ասում, եւ երկրպագեցեք։ Մի մոռացեք երկրպագել, ժողովուրդ, մի մոռացեք երկրպագել։ Գիտեք ինչ, հիմա ես օրինակի համար, ասես մի բան ասեմ, սպիրատությունից, նարկոսներից իմ ձայնալարի, չգիտեմ, երևի զգացածել կլինեք, ձայնս փոխված է, ձայնալարերիս կատված է եղել այդ նարկոսից, ու ես ահա որ դժվարանում եմ խոսալու ժամանակ, լարվում է կոկորդս, երգել ընդհանրապես չեմ կարողանում։ Անգամ երբ որ ես ուզում եմ մի բառը մի քիչ երկար արտասանեմ, ես չեմ կարողանում, պատկերացնեք, երգել չեմ կարողանում։ Եվ ես ամեն իրիկուն, որ կանգնում եմ աղոթքի, ես փորձում եմ երգել, փորձում եմ ինքս ինձ ստիպելով երգել, ասում եմ, ես պիտի երգեմ իմ Տիրոջը, ես պիտի փառաբանեմ, պիտի երկրպագեմ իմ Տիրոջը։ Բայց մի բան հասկացա, ժողովուրդ։ Գիտես երկրպագությունն ինչ է։ Տերը սիրում է, որ իրան երգում ես, գովերգում ես։ Երգով պատմում ես իր մեծությունը, շատ լավ է դա, բայց երկրպագում ես դու Տիրոջը, երբ որ իրանից վախ ունես, երբ որ պատվում ես իր ներկայությունը։ Գիտեք, ամենքին չէ տրված երգելու, բայց ամենքին տրված է պատվելու Տիրոջ ներկայությունը, պաշտելու, ասում է ամեն շունչ ունեցող, 150 Սաղմոսի մեջ ասում է, ամեն շունչ ունեցող թող պաշտի Տիրոջը, թող փառաբանի Տիրոջը։ Գիտես, եթե դու շունչ ունես, դու պարտավոր ես պաշտելու Տիրոջը, ու այդ պաշտամունքը այն չէ, որ դու նստես, խոսքը լսես ու գնաս քո վատ գործերի մեջ, ու գնաս քո վատ մտքերի մեջ։ Դա չէ պաշտել, ժողովուրդ։ Պաշտել նշանակում է, որ դու ամեն իրավիճակում դու Աստծո խոսքով ես շարժվում։ Այս վերջում ինձ ասեցին, լավ չի, որ ամբողջ եկեղեցիները այս են անում, այս էլ են անում, գիտեք, անհավատ մարդիկ են ասում, ու շատ հետաքրքիր է, որ իրանց համար դա շատ վատ է, ցնցող վատ է։ Ու ես ասեցի, գիտեք ինչ, ես մի բան կարամ ձեզ ասեմ, ժողովուրդ։ Հնարավոր է, մարդկային տեսանկյունից դուք շատ ճիշտ եք ասում։ Հնարավոր է, որ դու քո հասկացողությամբ շատ ճիշտ ես ասում։ Բայց այն մարդը, որ Աստվածաշունչ կկարդա, ու այն մարդը, որ որոշում կկայացնի Աստծո խոսքով ապրելու, վստահեցնում եմ ձեզ,
նրա ճիշտը կփոխվի, նրա հասկացողությունը կփոխվի, ու նա կանի այնպես, ինչպես Աստվածը ասում, որովհետև իմ Աստվածը այսպես է ուզում ինձանից։ Լսեք, չի կարա ամեն մարդ կանգնի ասի, այսպես սխալ է, այնպես ճիշտ է, քանի որ ինքը շփում չունի այդ մարդու հետ։ Ես չեմ կարող առանց ճանաչելու մեկին ասեմ, գիտես ինքը այսպիսին է, ինքը շատ գոռոզ է, ինքը շատ հպարտ է, ինքը շատ քծիբ է, ինքը շատ էս է, ինքը էն է, քանի որ ես չեմ շփվում իրան։ Հանկարծ ինչ որ մեկ ինձ ասեն, որ այդ ինչպես իմացար, որ ինքը այդպիսին է, ես պատասխան չեմ ունենա։ Այս վերջում Արթուր Սիմոնյանը մի բան պատմեց, Ամերիկայում պաշտամունքի ժամանակ պատմեց ու իմ համար շատ հետաքրքիր պատմություն էր, ասում է Այս վերջերս ասում եմ բան էինք, եղբայրական հավաքույթ էր ու ասում եմ խորոված են անում տղերքը, ասում եմ որոշեցի գնամ տղաների մոտ բան անեմ, օգնեմ, ասում եմ հակա շորերս գլխարկս դրեցի, գնացի, ասեցի տղաներ ինչ ունեք օգնելու, սող կտրտեմ, տվեք սող կտրտեմ, ասում եմ սիրում եմ օգնել անել, ասում եմ մեկ էլ տղաներից մեկ ինձ ասում եմ հովիվ դու եկել ես մեզ օգնես, ասում եմ իհարկե Ասում եմ, բա այդ ոնց, ասում ասենց ինքը շոկի մեջ է, բան, ասում ինչ ես այդեն զարմացած, ասում այս վերջում Կալիֆորնիայում, որ դուք պաշտամունք եք ունեցել, ասում իմ ընկերներից մեկը ասեց, որ ինքը եկել էր պաշտամունքի, որ քեզ տեսներ, բայց չկարողացավ քեզ մոտենալ, որովհետև քո ախրանաները թույլ չեն տվել, որ ինքը մոտենա քեզ, դու բեմի վրա ես եղել, ախրանաները քեզ պահել են, հետո էլ որ իջել ես արդեն ախրանաները քեզ շուտ դուրս են տարել Ասում եմ, զարմացած լսում եմ, ես ինչա պատմում, ասում եմ, այդ ում մասին ես խոսում, այդ իմ մասին ես խոսում։ Ասում ասեցի, ես ընդհանրապես ախրանա չունեմ մեկ, երկրորդն էլ ես նոմա որ ես վերջում դռներ փակում գնում եմ, ոնց կարամ ես ավարտեմ քարոզն ու իջնեմ գնամ, ինձ էլ ախրանաներ տանեն։ Ասում ասեցի, այդ մարդը շատ հեռու է ապրում, ասես չէ, Լոս Անջելեսում է ապրում, ասեցի, կարես մի հատ զանգես, ես ուզում եմ իրան վիդեո քոլով տենամ, էլի վիդեո զվանոկ Ասում ասեց, հա ինչի չեմ կարա, ասում մեկ է զանգեց, զանգում ասում սենց ձեռը գցել այն մուսին, ընկերոջն ասում հələ մի հատ տես ում հետ եմ կանգնած, ասում մեկ էլ ընկերը նայում ասում ողջույն եղբայր, ողջույն, ասում ասեցի ինչպես եք, լավ, մերսի, բան, ասում ասեցի եղբայր ջան, այդ երբ ա եղել որ դու Կալիֆորնիայում եղել ես պաշտամունքի ու իմ թիկնապաները քեզ չեն թողել մոտենաս։ Ու ասեմ ավելին, դու այնտեղ թիկնապա ես տեսել Ասում ես եղբայրը սենց նայեց ինձի սենց այց, այդ ես չեմ եղել, իմ ընկերս ա եղել ինձ պատմելը։ Պատկերացնում եք ժողովուրդ պատասխան չես ունենա տալու, եթե դու մի մարդու մասին խոսում ես, որ ինքը այսպիսին է։ Հիմա ես դա ուզում եմ թեքեմ նրա վրա, որ դու եթե չես ճանաչում քո Աստծուն, դու եթե չգիտես քո Աստվածնովա, եթե դու քո հորդ հետ ոչ մի առնչություն չունես, Բացառվում է դու ինչ որ մեկին կարողանաս բացատրես, այն մեկին ով ընդհանրապես Աստծուն չի ճանաչում, դու բացատրես իրան, թե ինչպիսին է քո Աստվածը։ Ինչպիսի Աստված ունես, չես կարող, դա բացառվում է։ Սրա համար Աստված ասում է, որ դու պետք է իսկապես, դու պետք է լինես Աստծուց վախեցող։ Որ երբ որ վատ բան ես անում, վատ բառ ես ասում, չար խոսքեր ես ասում, չար խորհուրդներ ա բարձրանում քո սրտիդ մեջ, դու ոչ թե մարդուց վախենաս, հանկարծ այդ մարդը չիմանա, որ ես իր մասին չար խորհուրդներ ունեմ, այլ վախենաս, որ այդ մարդուց ամենաառավել շուտ, երբ որ դու մտածեցիր, արդեն հայրը տեսավ։ Դու դրա մասին պիտի անհանգստանաս։ Այսիա որ կորցրել են մարդիկ վախը։ Գիտես ինչ են անում, զանգում են ասում են, քուրջան, հանգարց խնդրում եմ էլի Ինձ եմ օրինակ վերում, որ ուրիշ բան չմտածել։ Հանկարծ խնդրում եմ նարին քրոջը չասես կամ խոսքի գայան քրոջը չասես կամ չգիտեմ ծաղիկ քրոջը չասես էլի, որ ես քեզ այս բաներն ասել եմ։ Սիրելիս, դու ավելի մեծ խնդրեմ ունես, քան որ ծաղիկ քուրն իմանա կամ նարին քուրն իմանա։ Գիտես ինչ խնդրեմ ունես։ Դու կորցրել ես քո վախը Աստվածանից։ Քո մեծ խնդրեմն է, որ դու կորցրել ես Աստվածանից վախը քո սրտիդ մեջ։ Ու հենց այստեղ դու պիտի քեզ որոշես։ Արդյոք ես կամ 140,000-ի մեջ։ Եվ ասում եմ, վախեցեք եւ երկրպագեք,
երկինք եւ երկիր եւ ծովը եւ ջրերի աղբյուրները ստեղծողին։ Գիտեք ինչ ասում։ Ամենամեծ բաներն ասում, որ դու հասկանաս դու ումն ես պաշտում, որ դու հասկանաս դու ումից պիտի վախենաս։ Դու չպիտի վախենաս մարդկանց ասեկոսներից, դու չպիտի վախենաս մարդկանց բամբասանքից, կամ խոսքի օրինակի համար քո խոսքը տեղ հասնելուց վախենում են այսօր մարդիկ այդ վախի մեջ ապրում են։ Անկեղծ, արժի ժողովուրդ այդ վախի մեջ ապրել, եթե դու ավելի մեծ վախ ունես, որ դժոխք ես գնում, այ դրանից վախեցի։ Ոչ թե վախեցի, որ քո ասածները տեղ չհասնի, որովհետև դու այնպիսի մի Աստծու ես պատկանում, որ այս ամենը, այս երկինքն ու երկիրը, ամենը ինչ որ կա, ժողովուրդ, իրա ձեռքի գործն է, այսպիսի մեկը կա քո վերևը։ Եվ ասում մի ուրիշ հրեշտակ եկավ նրա ետևից ասելով. ընկավ Բաբելոնը մեծ քաղաքը, որովհետև իր պոռնկության բարկության գինուցը խմցրեց բոլոր ազգերին։ Եվ մի երրորդ հրեշտակ եկավ նրանց ետևից մեծ ձայնով ասելով. ով որ երկրպագություն է անում գազանին եւ նրա պատկերին եւ դրոշն ընդունում իր ճակատի կամ իր աջ ձեռքի վրա, այնպիսին Աստված սրտմտության գինուցը պիտի խմե։ Լսեք, եթե հիշում եք, խորհուրդ կտամ 13-րդ գլուխն էլ կարդաք, Հայտնության 13-ը, 13-ը խոսում էր, եթե կհիշեք, մենք խոսացինք սրա մասին, որ գազանի դրոշմը ովքեր որ վերցրեցին, նրանք պաշտեցին գազանին եւ Աստծո փառքից կտրվեցին։ Հիմա տեսեք, ասում են, եւ երբ որ այն մյուս հրեշտակն եկավ, գոռում էր ընկավ, մեծ Բաբելոն քաղաքն ընկավ, որովհետև ասում է իր պոռնկության, բարկության գինուց խմցրեց բոլոր ազգերին։ Հիշում եք ինչ ասեցի, այս հեռախոսը, որ բոլոր ազգերին պիտի ավետարանը հասցներ։ Որոշները որոշեցին ավետարանը լսեն, որոշները որոշեցին, որ պիտի խմեն այդ պոռնկության գինուց։ Պիտի խմեն այդ չարության, բարկության գինուց։ Գիտեք ինչ, որոշները օրհնության աղբյուր են օգտագործում հեռախոսը, որոշները անեծքի եւ հայհոյության աղբյուր են օգտագործում։ Ուրեմն ովքեր են ընկնելու, նրանք ովքեր որոշեցին, որ այս հեռախոսը իրանց համար այսպիսի հաճույքների բան սարքել։ Ասում է եւ մի ուրիշ հրեշտակ եկավ, եւ երրորդ հրեշտակը եկավ նրանց ետևից մեծ ձայնով ասելով. ով որ երկրպագություն է անում գազանին եւ նրա պատկերին եւ դրոշն ընդունում իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրա, ովքեր են սրանք։ Ես երեք հարց եմ տվեց, խոսքը կարդալուց ես երեք հարց եմ տվեց Տիրոջը։ Ես ասել եմ Տեր իմ Աստված, հիմա ես այս հեռախոսը օգտագործում եմ, որ քո փառքը հասցնեմ քո ժողովրդին, նրանք, ովքեր կարիք ունեն քո խոսքի։ Հիմա այս հեռախոսը ինձ դժոխք պիտի տանի։ Ասում է, իսկ դու ինչի համար ես դա անում։ Ինչի համար ես օգտագործում այդ հեռախոսը։ Բամբասանքի։ Ինչի համար ես օգտագործում։ Քո ներսը չար բաներով լցնելու։ Միթե դու երկրպագում ես ժամերով սատանայի կերպարին, այսինքն այդ ոնց եմ պաշտում ես սատանայի կերպարին, որ դու կարող ես ժամերով մնալ ինտերնետի մեջ ու նայել բոլոր այն հիմարությունները, որ այսօր մարդիկ անում են գումար աշխատելու համար։ Դա սատանայի պատկերը պաշտելն է, ժողովուրդ։ Որ քո աջ ձեռքին եւ քո ճակատին դրել ես, որ անպայման պիտի նայես, եթե մի 4 ժամ չնայես, դու չես քնի։ Լսում եք ինչ եմ ասում։ Ասում են նրանք որոշեցին պատվել, երկրպագել սատանային։ Ինչի համար ես գործածում այս հեռախոսը։ Ուրեմն դու դրոշն ես վերցնում քո վրա, դու համաձայն ես այդ ամենի հետ, քեզ հաճելի է, ինձ հաճելի չէ։ Լսի, եթե քեզ հաճելի չի, դու չես մտնի։ Եթե քեզ հաճելի չի, դու ժամերով առավել եւս չես մնա դրա մեջ։
Եթե դու մի բան անում ես, ուրեմն քեզ հաճելի է։ Գիտես, ոչ ոք քեզ գումար չի վճարում դրա համար, որ դու ասես դե գիտես, էլի վիճակը շատ վատ է, գումարի համար եմ նայում։ Ոչ։ Քեզ ոչ մի բան։ Վիդեո դնողներին շատ բան, բայց քեզ ոչ մի բան։ Ուրեմն այնինչ որ անում ես, ստիպված չես անում, այլ հաճույքի համար ես անում։ Եվ այդ հաճույքը, որ դու անում ես, դա բերում է նրան, որ դու երկրպագում ես գազանին։ Եվ այսպես շարունակ ժողովուրդ ասում է, այնպիսին Աստծո սրտմտության գինուցը պիտի խմե։ Այսպիսի մարդը, ով իրեն խաբելով, ես Աստծուն եմ պաշտում, ես սատանային ոչ էլ գազանի կերպարին չեմ երկրպագում, այսպիսի մարդկանց միայն Աստված գիտի։ Այսպիսի մարդկանց Աստված ասում է իր բարկության գինուց պիտի խմցնի, որ անխառն ածված է։ Ինչ ասում ժողովուրդ, որ անխառն ածված է նրա բարկության բաժակի մեջ։ Գիտես ինչ ասում է, ամեն ինչից եկավ լցվավ այդ բաժակը, Աստված համբերատար սպասում է, միգուցե կհոգնի այդ խաղերից, միգուցե կհոգնի այս ամեն ինչից, միգուցե բաց կթողի ու կդառնա դեպի ինձ, միգուցե, գիտես ամեն անգամ ներելով, սպասելով, չես էլ հասկանում, որ բաժակը լցվում է Աստծո բարկության։ Ասում է անխառնացված է նրա բարկության բաժակի մեջ եւ պիտի տանջվի կրակի եւ ծծումբի մեջ սուրբ հրեշտակների եւ գառի առաջին։ Ժողովուրդ, սրանից լավ հնարավորություն չունես։ Հենց հիմա որոշում կայացնելու, որտեղ ես դու գտնվում։ Որտեղ ես դու հիմա։ Գիտես, այսօր Աշոտ ախպերս մի հետաքրքիր բան ասեց, ես միտք առա դրանից։ Ինչ ասեմ, որտեղ է դրախտը։ Հիմա դու պիտի որոշես, կամ դու դրախտինն ես, կամ դժոխքի ծծումբի կրակինն ես։ Եթե դու որոշում ես, որ լինել տաք քրիստոնյա, Քրիստոսի համար պատրաստ կանգնած, կամ դու որոշում ես դու լինել կրակի ծծումբինը։ Էդ է կրակեցին։ Չգիտեմ ինչ կրակեցին դուրսը։ Շենքը դղրդաց։ Ասում է, նրանք տանջվելու են կրակի եւ ծծումբի մեջ, սուրբ հրեշտակների եւ գառի առաջին։ Եվ նրանց տանջանքի ծուխը վեր է ելնում հավիտյանս հավիտենից, եւ հանգիստ չունին ցերեկ եւ գիշեր, նրանք, որ երկրպագեցին գազանին եւ նրա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նրա անունի դրոշմը, այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատվիրանքները եւ Հիսուսի հավատքը պահողները։ Որտեղ այստեղ։ Որտեղ պիտի պահես, այստեղ պիտի պահես, ոչ թե երկնքում, ոչ թե մահից հետո, այլ հիմա, այստեղ, այսօր։ Այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատվիրանքները, դու երկնքում պատվիրանք չես պահելու, դու երկնքում Աստծո պատվիրանքները և Հիսուսի հավատքը չես պահելու, այլ դու հավատքով, պատվիրանով պահված մտնելու ես երկինք։ Ասում է պահողները, չի ասում պահողներ են լինելու ընդեղ, ասում է ստեղ ես պահել։ Ոնց որ գնում ես այրոպորտ, ասում է մի հատ բան կա, առնում ես, որ դու հերթ չկանգնես, ասում է պրիորիտետները այս կողմ պիտի կանգնեն։ Իսկ նորմալ առածները պիտի հերթի մեջ կանգնեն, հա? Հիմա ասում է դու ես որոշում։ Հիսուսի հավատքը եւ Աստծո պատվիրանները, պահողները առանձին կանգնեն, իսկ խառը իրենց կյանքը հավատքի մեջ, աշխարհի մեջ, հավատքի մեջ, աշխարհի մեջ, պահողները թող առանձնանան։ Այս վերջում ասեցի Աստված իմ աշխարհի իշխանը չարած է, ասեց
քեզ խանգարում, ասի շատ էր, ասի դուրս արի աշխարից։ Այնքան հետաքրքիր պատասխաներ դուրս արի աշխարից։ Ասի երբ որ դուրս կգաս, ել քո վրա չի ազդի։ Կարծում ես իմ ժամանակ ասեց Աստված։ Մարդիկ չարացած չէին, աշխարհը չար չէր, ասեմ ավելին։ Այսօր դու ոչ մեկին չես տեսնի, որ կհանեն կխաչեն, բայց այն ժամանակ չարությունն այնքան մեծ էր մարդկանց, որ ման էին գալի մի ստից մեղք, որ բերեին ու խաչեին։ Մի անմեղ մարդու խաչեին։ Հենց այնպես մի ուղակի 3 հոգի միաբանվում էին, դավադրություն էին անում, որ քարկոծեին, սպանեին։ Այնքան չար եղել, բայց ես չմտա աշխարհ։ Դու էլ մի մտի։ Սիրելիս, երբ որ կգա քեզ միտք, այս ինչ չար է աշխարհը, միանգամից մտածի։ Իսկ ինչ եմ անում ես աշխարհում։ Ինձ պետք չի աշխարհ, աշխարհը սկզբից էլ չար ա եղել, ավելի կայանի օրից մինչև այսօր։ Ոչինչ չի փոխվի աշխարհի մեջ։ Հիշեք, Աստված զղջաց, որ մարդ ստեղծեց երկրի վրա։ Եվ այսօր կարծում ես մարդիկ պիտի փոխվեն։ Բայց դու սիրելիս, նայի որ հանկարծ չլինես հավատացյալ եւ չխմես Աստծո խառնած գինուց, անխառը գինուց եւ կրակի մեջ չգնաս։ Եվ երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր ինձ. գրիր, երանելի են այն մեռելները, որ տերումն են ննջում։ Այսուհետև, այո, այսուհետև, շեշտումը, այո, հոգին ասում է, որ իրենց աշխատանքիցը հանգիստ կառնեն, և նրանց գործերը գնում են նրանց ետևից։ Եվ տեսա ահա մի սպիտակ ամպ և ամպի վրա մեկը նստած մարդի որդու նման, որ իր գլխի վրա ոսկի պսակ և իր ձեռքումը սուր գերանդի ուներ։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, երբ որ ես էսի կարդացի, ես ասում եմ Աստվածին, ինչ հետաքրքիր է, որ ինչի են մարդիկ իրենց պատկերացումով մահվան հրեշտակի ձեռը տվե այդ գերանդին, սև հագցրե ու գերանդի են տվե, որ մահն է էսի։ Չէ, հենց ասում ես մահ եկավ, միանգամից մարդիկ մտածում են, որ այդ սև շորերով, այդ գերանդիով մարդ եկավ, հրեշտակն եկավ։ Հիմա տեսեք, նորից եմ կարդում այս խոսքերը։ Եվ տեսա, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վրա մեկ նստած մարդի որդու նման, այսինքն Հիսուսի նման, որ իր գլխի վրա ոսկի պսակ եւ իր ձեռքում սուր գերանդի ուներ։ Ուրեմն նա սպիտակ էր, նրա գլխի վրա ոսկե պսակ էր եւ նրա ձեռքին սուր գերանդի էր։ Եվ այդ մարդի որդին կարա լինի հրեշտակը, որովհետև հրեշտակներն էլ են մարդու որդու պես ստեղծված։ Մենք էլ ենք բոլորս մարդու որդու պես ստեղծված։ Եվ ասում է, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարից։ Բայց էսի հրեշտակի մասին չի խոսում, որովհետև տեսեք, ամենտեղ շեշտում է եւ մի հրեշտակ դուրս եկավ եւ մի հրեշտակ, իսկ այստեղ ասում է եւ տեսա ահա մի սպիտակ ամպ։ Եվ վրան էլ նստած, ասում է, եւ ամպի վրա մեկը նստած մարդի որդու նման։ Ուրեմն սա հենց ինքը Քրիստոսի մասին է խոսում։ Մյուսը արդեն հրեշտակն է, ասում է, եւ մի ուրիշ հրեշտակ, կարդում եմ 15-ից, դուրս եկավ տաճարիցը, որտեղից ժողովուրդ տաճարիցը։ Ուրեմն սատանան չէր կարող մտնել այդ տաճարը, որը որ երկնքում է, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վրա նստողին։ Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր, որովհետեւ քո ժամանակը եկավ հնձելու, որ երկրի հունձքը հասել է։ Եվ տեսեք ժողովուրդ, ուշադիր եղեք, ես ինչ ասում, Հիսուսին տեսան ամպի վրա, եւ հրեշտակը դուրս եկավ ու ասեց. ուղարկիր քո գերանդին, ինքը գերանդիով նստած էր, ասեց ուղարկիր քո գերանդին, որովհետեւ երկրի վրա պտուղը հասել է, հունձքը հասել է, եւ ամպի վրա նստողը վայր գցեց իր
գերանդին երկրի վրա, եւ երկիրը հնձվեցավ։ Կարծես թե երկիրը ամբողջովին հնձվեցավ։ Եվ հիմա տեսեք։ Եվ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ երկնքում է, որ սա էլ սուր գերանդի ուներ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ սեղանից, որ իշխանություն ուներ կրակի վրա, եւ մեծ աղաղակով գոչեց սուր գերանդին ունեցողին ասելով. ուղարկիր քո սուր գերանդին եւ երկրի այգու ողկույզները քաղիր, որովհետեւ նրա խաղողը հասել է։ Եվ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վրա, եւ երկրի այգու խաղողը քաղեց, եւ գցեց Աստծո բարկության մեծ հնձանի մեջ, եւ հնձանը կոխվեցավ քաղաքից դուրս, եւ դուրս եկավ արյունը հնձանից մինչև ձիերի սանցքը 1600 ասպարեզի չափ։ Ուրեմն, եթե դուք միտք առաք, ուրեմն հասկացեք։ Երբ որ առաջինը տեսավ մարդու որդու կերպարով սպիտակ ամպի վրա նստած գերանդի ունեցողը, ուղարկեց, ասեց ուղարկիր քո հունձքը գերանդին, որովհետև հունձքը հասել է երկրի վրա։ Ժամանակն է ասма հնձելու, որովհետև հունձքը հասել է։ Եվ ասма ուղարկեց եւ երկիրը հնձեց։ Ովքեր էին սրանք, որ այն ցորենն էր, այն հունձքն էր, որ հունձքը կոչվում էր ցորենը, այսինքն ընտիրը, ցորենը, ոչ թե որոմը։ Նրանք էին, որ Քրիստոսին ընդունեցին, նրանք էին, որ Քրիստոսով ապրեցին, որովհետև Քրիստոսն էր այդ ամպի վրա նստած, ոսկե պսակ ուներ իր գլխին եւ սպիտակ հանդերձ եւ մի գերանդի իր ձեռքին։ Եվ ուղարկեց իրեններին հավաքեց երկրի վրա։ Այսինքն դա այն հափշտակությունն է, որ լինելու է, որ սկզբում հավաքելու է իր սուրբերին։ Արդյոք դու կգտնվես այդ առաջի հունձքի մեջ։ Թե նրանից հետո ասма երկնքի եկեղեցուց դուրս եկավ եւս մի հրեշտակ, որ ուներ էլի գերանդի։ Եվ մի ուրիշ հրեշտակ, որ ասма դուրս եկավ եւ գոչեց բարձր ձայնով եւ ասեց. գցիր գերանդիդ երկրի վրա եւ քաղիր երկրի այգու պտղիցը։ Որովհետև ասма ողկույզները կներեք, ասma գերանդին եւ երկրի այգու ողկույզները քաղիր։ Ողկույզները քաղիր։ Չի ասում պտուղը, ասма ողկույզները քաղիր։ Որովհետև խաղողը հասել է։ Եվ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վրա եւ երկրի այգու խաղողը քաղեց եւ գցեց Աստծո որտեղ բարկության մեծ ասма Աստծո բարկության մեծ հնձանի մեջ։ Եվ հնձանը կոխվեցավ քաղաքից դուրս եւ դուրս եկավ արյունը հնձանից մինչև ձիերի սանձքը։ Գիտեք ինչ ասում ձիերի բոյը պատկերացրեք, սանձը որտեղ է դրում ձիերի բերանին, ասում մինչև այդտեղ արյունը դուրս եկավ։ Ովքեր էին այդ ողկույզները, այն մարդիկ, որ պիտի բնաջինջ լինեն երկրի վրա։ Եվ այդ մարդկանց արյունն ասում բարձրացավ, բարկության հնձանը ընկան ժողովուրդ, ասում բարձրացավ ձիու սանձի չափ։ Եվ ասում ինչքան էր, մի հատ էլ չափն ասում 1600 ասպարեզի չափ։ Ուրեմն սիրելիներ, ես ուզում եմ, որ դուք հստակ գիտակցեք ու հասկանաք։ Արդյոք մենք այսօր կարող ենք վստահաբար ասել իմ բերանում նենգություն չկա, եւ ես կարող եմ ասել, որ իմ սրտում նենգություն չկա, եւ ես գնում եմ այնտեղ, որտեղ Հիսուսը։ Եվ ես գնում եմ այնտեղ, որտեղ Հիսուսը, նորից կկարդաք, հա 14-ը, եթե բառեր կա, որ ես բաց եմ թողել, դուք ինքներդ լրացրեք։
Ասում է, եւ նրանք գնում էին այնտեղ, որտեղ Հիսուսն էր։ Ուր Աստծո գառը գնում էր։ Կարդացեք 4-րդ խոսքը։ 14:4-ը։ Արդյոք դու գնում ես այնտեղ, որտեղ Քրիստոսն է գնում։ Այս վերջում շատ հետաքրքիր մի բան եմ հասկացել, որ Հիսուսն ասում է. ուր կուզես որ գնաս։ Գիտես ինչ, ոչ թե նրա համար, որ Հիսուսի հոգն է, թե ես ուր կուզեմ գնամ։ Կասեմ, կուզեմ գնամ Փարիզ։ Արի գնացինք Փարիզ։ Հիսուսն ասում է, որ քո միտքը արտանա, ասես Տեր, ուր ես ուզում որ գնանք։ Գիտեք, Հիսուսին ասեցին. դե լավ, հա, հիմա մեկ է ոտով պետքա գնաս այսքան տեղ, ասում է, քանի ժամանակ կա, քանի ցերեկ կա, պիտի գնամ, որովհետև շուտով գիշեր է, ժամանակ չունեմ։ Հենց սրա համար եմ ուղարկված, որ գնամ։ Արդյոք դու այսօր գնում ես Հիսուսի հետևից։ Արդյոք դու գնում ես այնտեղ, որտեղ Հիսուսը կգնար։ Մի հատ գոր եղբայր ունենք, Ռուսաստանի հովիվներից է կյանքի խոսք։ Ասում է Սանկտ Պետերբուրգի հովիվը։ Ասում է, մի օր իմ ընկերս ինձ ասեց. ես չեմ հասկանում, հա որ դու Հիսուսին ընդունել ես։ Դու չես կարա էլ գաս դիսկոտեկա։ Ասում է Երևանի տղա, երիտասարդ տղա։ Ընկերս ինձ ասում է, ինչա դու էլ չես կարա գնաս դիսկոտեկա, ասում ասեցի, արի մի հատ հարց տամ, դու այդ հարցին պատասխանի, հետո ես քեզ ասեմ, կարամ թե չեմ կարա։ Ասում է, նայ, եթե դիմացը մեր դիմացը ես ու դու կանգնած ենք, Հիսուսը մեր հետ է։ Եթե ասում է մեր դիմացը դիսկոտեկան է, եւ ասում է մեր հետևը անդունն է, այսինքն ոչ մի բան է, ժայռը։ Ու ասում է, հիմա ես ու դու ասում ենք 1, 2, 3 ու քայլ ենք անում դիսկոտեկա։ Ինչ ես կարծում, Հիսուսը մեր հետ կմտնի։ Ասում ընկերս ասես չէ։ Ասում ասեցի, բա որ իմ Հիսուսը չի մտնի, դե ես ուր գտամ այնտեղ։ Ասում էլ չասեց ոչ մի բան, էլ երբեք չասեց չես կարա գաս դիսկոտեկա։ Գիտես, դու ինքդ պետք է որոշես, ուր ես ուզում գնաս։ Հիսուսը այդտեղ կլինի այդ օրը։ Ինչ ես ուզում անես, Հիսուսը այդտեղ կլինի այդ օրը։ Եթե չէ, դու գնա Հիսուսի հետևից։ Դու գնա Հիսուսի հետևից, որովհետև եթե ուզում ես Աստծո աթոռի մոտ գնաս, դու պիտի գնաս Հիսուսի հետևից։ Երեք մի բան հասկացա, միտքս բացվավ ու ասում եմ, Տեր, այն ճանապարհը, որ ինձ կտանի ու կշեղի քեզանից ու վերջը չի բերի քո աթոռի մոտ, փակիր այդ ամեն ճանապարհները, որովհետև քո խոսքն ասում է, այն ճանապարհը, որ փակեմ, ոչ ոք չի կարող բացել։ Եվ այն ճանապարհը, որ բացեմ, ոչ ոք չի կարող փակել։ Լսի, քո ճանապարհները հանձնի Տիրոջը։ Եթե Տերը չի կամենում, որ դու այդ ճանապարհով գնաս, դու համաձայնվի դրան։ Դու մի ասա, Տեր, ուզես, չուզես գնալու եմ, դու էլ հետս գալու ես։ Գիտեք, այս վերջում ես մի հատ սխալ բան եմ արել։ Միտեղ էր ուզում Տերը գնար, որ ես չգնացի։ Ու ես խնդրել եմ, որ Աստված ինձ երկրորդ հնարավորությունը տա, որ ես գնամ այդտեղ։ Որովհետև ամեն ժամանակ հենց կանգնում եմ աղոթքի, ասում եմ, չարեցիր իմ ասածը։ Չգնացիր այնտեղ, որտեղ ես ուզում գնայի։ Ու ես միտք առա, որ միթե եթե Հիսուսն ուզում է գնա այդ մարդու մոտ, այդ հիվանդի մոտ, միթե ինքը մեկ ուրիշ հավատացյալ չի ճարի, որ ասի արի գնանք այնտեղ։ Ինչի հենց ես։ Ինչն է պատճառը, որ հենց ես պիտի գնամ։ Սրանից ոչ թե ես պիտի դժգոհեմ, այլ ես պիտի գոհանամ Աստվածանից, որ այսքան հավատացյալների միջից Տեր ինձ ասեց դու հենց պիտի գնաս։ Որովհետև եթե ուշադրությամբ կարդում ես Աստվածաշունչը, Աստված ուղարկում էր այնտեղ, որտեղ որ ինքն էր կամենում, եւ նրան, ում որ ինքն էր կամենում։ Պողոսն ասում է, ինչպես քարոզեն, եթե ուղարկված չեն։ Ինչպես խոսեն, եթե Աստված հրաման չի տվել։
Գիտեք, շատերը փորձում են, բայց չի ստացվում։ Գիտեք ինչի, որովհետև Տերը չի ուղարկել, բայց եթե քեզ ուղարկել է, սիրելիս, մի տրտնջա, սիրով գնա։ Եթե Տերն ասում է, որ այսօր ես այնտեղ եմ, որտեղ իմ անունով հավաքվում են, ուրեմն դու այնտեղ պիտի լինես սիրով, ոչ թե ստիպողաբար, ոչ թե գնամ, որ Աստված չճղայնանա, ոչ թե գնամ, որ Աստված ինձ օրհնի, ոչ թե գնամ, որ ֆինանսներս կարգավորի, ոչ թե գնամ, որ առողջությունս չվերցնի ինձանից, կամ որևիցե մի բաներ։ Դու մենակ պիտի գնաս նրա համար, որովհետև Հիսուսն այնտեղ է։ Ես հիշում եմ, որ երբ որ ես ապաշխարել էի ու իմ եկեղեցին հեռու էր ինձանից, գիտեք, ես այնտեղ չէի գնում ինչ որ մեկի համար։ Ես գնում էի այնտեղ, որովհետև Հիսուսն այնտեղ ինձ էր սպասում։ Թեև գիտակցությամբ գիտեմ, որ Հիսուսն իմ մեջ է։ Եթե կուզեք մի վկայություն էլ պատմեմ, հետո աղոթք անենք, վերջացրեցինք 14-ը, պիտի կարդանք 15 արդեն։ Ուրեմն շատ հետաքրքիր մի վկայություն կա, որ մի մարդ պատմում է, որ ինքը գիտեք ով է այդ մարդը, չգիտեմ, կարող է դաժե տեսած լինեք իր վկայությունը, արևմտահայ է ինքը, այս Boeing սամալյոտների սարքողն է։ Ինքը պարսկահայ է, արևմտահայ է։ Հայերեն չգիտի, то есть գրել կարդալ չգիտի, բայց խոսալը որոշ չափով խոսում է։ Ինքը ապրում է Ամերիկայում, ու ինքը հետաքրքիր շատ հետաքրքիր մի պատմություն պատմեց, ու իմ սրտից մեջ կպավ, ասма, ես ընդունեցի, ասма, մենք ի սկզբանե կաթոլիկ եկեղեցուն էինք պատկանում, ու ասма, երբ որ ես մեծացա, ուսանող դառա, ասма, իմ շրջապատը մուսուլման էր, տղերքը, ասma, ու ինձ գրավեց այն, որ իրանք այդ մուսուլմաններն, ասma, իրանք սպայկա են, էլի, ամբողջովին, ոնց ասած, մի ընտանիք են, այսենց։ Ասма, ինձ էդի շատ գրավեց, ասma, ասացի, ես ուզում եմ ընդունեմ իսլամ։ Ասma, ընդունեցի, գնացի մամայիս, ասեցի, մամե, ես իսլամն եմ ընդունել, ասma, մամես մի բան ասեց, որ ինչ էլ ընդունես, լավ է եղի, դրա մեջ լավ է եղի։ Ու ասma, ես գիտեմ, որ ես մուսուլման եմ, երբ որ ես եկա Ամերիկա, ասma, սովորելու, ասma, ես մի ընկեր ունեի, ասma, ինքը ավտո ուներ, ինքը իր ավտոյով մենք գնում էինք դասի գալիս էինք, ու ասma, ինքը ամեն ժամանակ ինձի Աստծո մասին էր խոսում։ Հա, ասma, մի օր կանչում եմ, ասում, արի գնանք դիսկոտեք, ասma, ինքը ասեց, չէ, չեմ կարող գամ, ասma, ասեցի ինչի, ասեց, այսօր մեր տուն գիշեր Բիբլիի բան ունենք, Աստվածաշնչյան սերտողություն ունենք, ասma, ասի քժվել ես ինչ ես, ասma, այդ ինչ է, դու դիսկոտեկամ պիտի փոխես դրա հետ, ասma, վերջ, ասma, կռվեց իր հետ, իրան վատ խոսքեր ասեցի, բայց ասma, ինքը մի բան ինձի չասավ, ասma, մենակ ասեց, չեմ կարող գամ ու վերջ, ասma, ու դրանից հետո անդադ ինձ խոսում Աստծո մասին, ասma, ես հարց եմ տալ, ինչ եք անում, ասma, հետո ասեց մի օր արի կտենաս ինչ ենք անում, ասma, ես ասիմ չեմ գա, ասma, չի լինի, որ իմ ոտս ընդեղ լինի, ասma, դա բացառվում է։ Ու ասma, մի օր, չգիտեմ ինչի, ասma, որոշեցի, որ հələ գնամ, էլի, հələ գնամ տենամ այդ ինչ են անում այդտեղ։ Ու ասma, գնացի, ասma, շատ էր խոսում, ասma, 2 տարի, 3 տարի խոսում էր մենակ Հիսուսից այդ ընկերս։ Ասma, ինձ արդեն հետաքրքրեց, որ գնամ տենամ ինչ, ասma, հա, մի օր էլ քույրիկներից մեկը, ասma, հանգարց ինձ տեսավ ու ասma, ասես դու ամբողջ աշխարհին բարձրաբարձ մարդկանց, շատ բարձր մարդկանց Քրիստոս պիտի քարոզես։ Ու ասma, ես ասեցի, բա ես ինչ ասում, ես իսլամ կթողեմ, Հիսուս կքարոզեմ, բան։ Ասma, ու հետո որ ասma անդադ տենց խոսած, ասma, ասի հələ պիտի մի օր այդ համ տենամ այդ ինչ անում։ Ասma, գնացի պաշտամունք հետ, ասma, մի 40 հոգի մարդ էին, մեծ եկեղեցի չէր։ Ասma, նստամ այդ վերջը, ու ասma, ասենց մի բան ասիմ, ասեցիմ Հիսուս, այդքան որ խոսում են քո մասին, տուր ինձի հնարավորություն տենամ, որ հավատամ, դու ստե ես, ասma, այդքան բան եմ ասել, մեկ էլ ասma, զգացիմ Հիսուսն եկավ նստավ կողս։ Ասma, եկավ ու նստավ իմ կողը, ասma, հենց անմիջապես կողս։ Ասma, հիմա ես վախենում եմ, նայեմ, ասma, աչքի պոչով նայում եմ Հիսուսին, ասma, բայց ինքը նայում էր ինձ, ասma, երբ որ մեկը նայում է կողքից քեզի, ասma, դու քեզ վատ ես չես զգում, ասma, դրան պլյուս ես էլ ասma, ամբողջ էությունովս անընդհատ ինձ վատ եմ զգում, որ իմ մեղքերն է ինձ հիշացնում, ասma, կյանքս այսենց իմ դեմովս անցնում է Հիսուսը կողս նստած։
Ասմա ասեցի, ինչ ես ուզում ինձանից։ Ասմա ասեցի, ես ոչինչ չեմ ուզում քեզանից։ Դու ես ուզում ինձանից։ Դու ես ինձ կանչել։ Ու ասմա հանգարց, որ ես sense թեքվամ իրանայիմ, ասմա աշկերը ծովի նման էր, ասմա խորտակվամ այդ աշկերի մեջ։ Ասմա ու այդտե ես նստած լաց եմ ելնում, ասմա Հիսուսը բառ չի ասում, բայց ես լաց եմ ելնում։ Մենակ ժպիտը երեսին նայում անձի։ Ասմա լաց եմ ելնում, ասմա մեկ էլ աշկերս բացեցիմ ու ասմա տեղ ասեցի, ների ինձի Աստված իմ խնդրում եմ, ասմա ներողություն եմ խնդրում իմ արազների համար, ասում եմ Հիսուս, արի իմ մեջս, ապրի իմ մեջս։ Ու ասմա, երբ որ աշկերս բացեցի այդ աղոթքիցս հետո Հիսուսը չկա։ Ասմա հիմա գժի պես ընկած այդ եկեղեցով մեկ վազում Հիսուս է մանգալի, ասմա գնացել եմ բեմի մոտ եմ նայում, ստե եմ նայում, ընդե եմ նայում Հիսուս չկա։ Ասմա հանգար սենց ոնց որ հուսահատված գլուխս բարձրացնում եմ վերև, ասմա չիմ էլ տեսել, դե մի սաղմոս կար, 23 սաղմոսը տերն իմ հովիվն է, ասմա, ու ես սենց գլուխս բարձրացրեցի, որ կարդամ, ասմա սենց կարդում եմ տերն իմ հովիվս է եւ ես ոչ մի բանի կարողություն չպետք է ունենամ, ասում եմ մեկ է սենց ներսիցս սկսեց ոչ թե ես կարդում եմ որ պիտի անեի, պիտի ես, ասում եմ այլ Հիսուսը սկսեց ասել. Ես եմ քո հովիվը, դու ոչ մի բանի կարողություն պիտի չունես, ասում եմ իմ բերանով ես խոսում եմ, չեմ, ասում ես առաջին անգամ էի կարդում էդի, բայց ես ընենց եմ խոսում, որ իմ ներսից մեկն է խոսում էդի, իր անձամբ իր խոսքերն է էդի, ասում եմ ես եմ, ասում ու հասկացա, որ Հիսուսը մտել է իմ մեջ, ասում հիմա ես ընդ գրկել եմ ինձի ու ասում գոռում եմ, ասում եմ Հիսուս, դու իմ մեջ ես, էլ չեմ թողի քեզի, ոչ մի անգամ չեմ թողի միջից դուրս գաս։ Հիսուս իմ մեջ է, ասում ուրախությանս չափ չկար, ասում հելամ դուս, ասում շատ իմ սիրում ծխել, իրա նման եմ ասում, որ հետաքրքիր լինի, ասում շատ իմ սիրում ծխել, ասիմ Հիսուս, խնդրում եմ, քիթդ փակ արա, մի հատ քաշեմ ու վերջ գցում եմ Հավիտյան այս պապիրոսը, ասում կանաչ եկեղեցու դեմը ծխում եմ, մեկ էլ ասում այդ եղբայրը, որ ինձ խոսում էր այդքան տարի, ասում լավ, ասեց, «Էս ինչ ես անում ստե», ասում ասեցի, «Եկամ Հիսուսի հետ հանդիպելու», ասում իմացավ, խափում եմ, սուտ եմ անում, ասում եմ, չէ, ճիշտ եմ, ասում Հիսուսի հետ հանդիպել ես, ծխում ես, ասում ասեցի, ես Հիսուսին խնդրել եմ, որ քիթը բռնի, որ ես մի հատ ծխեմ ու վերջ, էլ չեմ ծխելու, ու ասում ու ժողովուրդ, հենց այդ վերջի սիգարետը ես գցել եմ իմ խոսքին համեմատ, որ ասել եմ Հիսուս, այլևս չեմ անելու, ու ասում վերջ իմ կյանքս փոխվավ, ու ինքը Boeing սարքող մարդը, որ ամեն աշխարհարչակ գիտնականների այդ ամեն մարդկանց առաջին կանգնում ու Քրիստոս է խոսում։ Պատկերացնում եք, ասում նենց բաներ արեց Աստված իմ հետ, որ այդ ամբիոն ասում որ հավաքվել էր, որ ես պետք է ասեմ, որ պետք է ես բացատրեմ, ոնց եմ ես էդի գտե, ես ոնց եմ էդի արե, ասում երբ որ ասեցի, պատմեցի, ասում այդ ցաղ, այդ մարդիկ, այդ հզոր, այդ պաշտոնյաները, ասում ասեցին հնարավոր չի, ասում ասի գիտեմ հնարավոր չի, ասում նման բան չի կարա լինի, ասում ասեցի լավա, որ ես քո հետ չի խորհրդակցե անելուց առաջ, ասում բայց գիտեմ որ հնարավոր չի, բայց արել եմ, ասում իրանք չէին հավատում իրանց աչքերին, ասում երբ որ այդ ամեն ինչ իրանք հասկացան, որ իսկապես արված է օրիգինալ ձևով, ասում վեր կացան, սկսեցին ինձի ծափ տալ, ասում ես այդ ձեռքերս բարձրացել եմ վերև ու Հիսուսին եմ ծափ տալի, ասում ասեցի ժողովուրդ մի բան եմ ուզում ասեմ, ասում ասեցի էսի ես չեմ արել, այլ ինքն է արել, որովհետև առանց Աստծու ես չէի կարող նման բաներ անել, գլխից մեծ բաներ չէի կարող անել։ Ու ինչ եմ ուզում ասեմ, այս պատմությունը ինչի պատմեցի ժողովուրդ, որովհետև այնքան իմ սրտին կպա, որ երբեմն մենք Հիսուսին երկնքում ենք փնտրում, ստեղ ենք փնտրում, ընդեղ ենք փնտրում, Հիսուսը քո մեջ է, երբ որ դու իրան ընդունեցիր, ապաշխարեցիր, խոստովանեցիր, Հիսուսն եկավ քո մեջ, գրկի իրան ամուր պահի մի բաց թող, գիտես ուր որ դու գնում ես, քո միջի Հիսուսը գնում այնտեղ։ Մի հատ ուշադիր եղի, ուր ես տանում քո Հիսուսին, ուշադիր եղի, ինչ ես խոսում, քո Հիսուսը լսում է, ինչ ես ծխում, քո Հիսուսը հոտը քաշում է։ Գիտես, այս սրանք շատ ուշադիր պետք է լինես։ Այս է նշանակում Աստծո վախ։ Այս սա է, որ եթե դու Աստծո վախը չկորցնես, դու ի վերջո Աստծո աթոռի մոտ կգտնվես։ Եվ դու կլինես այն հափշտակվածների մեջ, որը Աստված առաջի
գերնդին գցել տվեց երկրի վրա մարդի որդին Հիսուս Քրիստոսը իրեններին, իրեն հավատացողներին հավաքելու։ Ոչ թե բառերով ասած հավատում եմ Հիսուսին, Հիսուսն իմ կյանքն է, Հիսուսն իմ փրկիչն է, բայց անում ես ինչ ուզում ես, գործում ես ինչ անօրենություն կա այս աշխարհի մեջ, անում ես ամեն ինչ, որ քեզ հաճելի է։ Ու ասում ես Հիսուսն իմ Տերն է։ Իսկ Հիսուսն ինչ է ասում քո մասին։ Արդյոք Հիսուսն ասում է դու իմ զավակն ես։ Արդյոք Հիսուսն ասում է դու իմ արյունով սրբված ես։ Լսեք, երբեմն հարց տվեք Հիսուսին, վստահ եմ ինքը ձեզ կպատասխանի։ Հարց տվեք Հիսուսին, Հիսուս, ես քո զավակն եմ, եւ ուշադիր եղի պատասխանին։ Եթե Հիսուսն ասի, եթե դու այս բաժակը բարձրացնում ես ու փորձում ես ինձ զավակ մնալ, դա հնարավոր չէ։ Եթե դու հայհոյում ես ու ուզում ես ինձ զավակ մնալ, դա հնարավոր չէ։ Եթե դու նենգություն ունես քո սրտիդ մեջ, այլևս Սուրբ Հոգուն տեղ չկա այդտեղ։ Լսեք, չէ որ խոսքը մարմին եղավ եւ բնակվեց մեզանում։ Արեք թույլ տանք, որ Հիսուսը իսկապես քայլի մեր մեջ, ապրի մեր մեջ։ Երբ որ միտեղ կմտնես, քեզ ցույց մի տուր, Հիսուսիդ ցույց տուր։ Գիտես, տեղեր կար, որ Հիսուսը մտնում էր, լուր նստում էր։ Անկեղծ ասում եմ քեզ։ Հիսուսը մտնում էր ժողովարան, լուր նստում էր։ Մինչև որ չէին տալի գիրք ու ասում էին վեր կաց կարդա։ Մինչև իրան չէին ասում խոսի։ Կարող ես այսպիսին դառնալ, դարձնել քեզ։ Գիտեք, մենք այն աստիճանի ալարկոտության ոգի եկե մեր վրա, որ մենք այլևս չենք ուզում մեր մարմինները վարժեցնենք աստվածապաշտության մեջ, որովհետև կորցրել ենք մեր միջի Հիսուսի ներկայությունը, որովհետև այլևս չենք տենում, որ Հիսուսը մեր մեջ է։ Միայն կարծում ենք, Հիսուս, խնդրում եմ, արի, լսի, ասում է, ինչքան պիտի ասեմ, ես քո մեջ եմ։ Գիտեք, երբ որ ես կարդում եմ Աստծո խոսքը, ես չեմ կարդում, օրինակ Սաղմոս 91-ը, երբեք չեմ կարդա ուրիշի բերանով, ես կկարդամ իմ ներսի Քրիստոսի բերանով, իմ համար կկարդամ, որովհետև գիտեմ իմ մեջ է Քրիստոսը։ Շատ հետաքրքիր է, այս վերջում Հայաստանում էի, ու հանկարծ Սուրբ Հոգին ինձ մի միտք տվեց։ Երբեմն խորը մտածել եք ինչ բան է բարձրյալի ծածկոցի տակ բնակվելը։ Գնացեք, խորապես մտածեք, եւ եթե կամենում եք գրեք ինձ, ինչ եք կարծում, ինչ է նշանակում բարձրյալի ծածկոցի տակ բնակվելը։ Եվ ես ձեզ կիրակի օրը կբացատրեմ, ինչ է նշանակում։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Այս խոսքերը մի հատ։ Դուք ինքներդ ձեզ բացեք, խնդրեք իմաստություն, խնդրեք թող հասկացնի Աստված։ Եթե չեք հասկանա, ես հաստատ կհասկացնեմ ձեզ, հաստատ կբացատրեմ ձեզ, բայց ուզում եմ, որ դուք ինքներդ հայտնություն վերցնեք Տիրոջից։ Եվ դուք լինեք լսողներ, ոչ թե խոսացողներ։ Գիտեք, դադարեք աղոթելու ժամանակ միայն խոսելու։ Ձեր խոսքը ասեք վերջացրեք, արագ գնացեք, որովհետև աղոթք նշանակում է զրույց։ Եթե դու ասում ես աղոթում եմ Աստծուն, ուրեմն բարի եղի, այդ աղոթքի մյուս մասը հավատարիմ մնա։ Ասում ես նա կոչվում է խնդրվածք, նա չի կոչվում աղոթք, նա կոչվում է խնդրվածք, գալիս եմ իմ խնդրվածքը, ասում եմ գնում եմ։ Գիտես, երբ որ ես օրինակի համար, երբ որ ես ուզում եմ Հերմինեի հետ զրուցեմ, ես զանգում եմ, ասում եմ, ոնց եք, ինչ կա, չկա, ինչ եք անում, ինչով եք զբաղված, ես զրույցի մեջ եմ, որտեվ իմ հարցերին ինքը պատասխանում է։ Բայց երբ որ ես մի խնդրվածք ունեմ, ես զանգում եմ, ասում եմ, Հերմին, խնդրում եմ, մի հատ կգաս ինձ օգնելու բան կա։ Ու անջատում եմ, չէ՞։ Կարում եք տարբերեք։ Երբ որ դու զանգում ես Աստծուն խնդրելու համար, դու խնդրում ես Աստված, խնդրում եմ այս բանն արա։ Եվ դրանից հետո շնորհակալ եմ Տեր Հիսուս, գոհանում եմ քեզանից, հա, այս ամենը եւ վերջ։ Բայց երբ որ դու ասում ես ես աղոթում եմ ամեն առավոտ, բարի եղի, հայտարարել ես, որ ես ամեն առավոտ զրույցի մեջ եմ Աստծո հետ, բարի եղի զրույցին մասնակից արա նաեւ քո զրուցակցին։
Մեկը կա, ասում է եկել եմ քիչ նստենք խոսանք ու սա ժամանակին խոսում է, վերջում թողում գնում է, ասում ես այտենց էլ չհասկացանք, խոսալը որն էր, զրուցելը որն էր։ Ինքը ինչ ուներ ասելու, ասեց գնաց։ Այսենց մի օր ինձ Աստված ասեց, լավ չի, չէ։ Ասի չէ, Տեր։ Ասեց այ նույնն էլ դուք եք անում իմ հետ։ Գալիս եք ձեր ասելիքը ասում եք, թողում գնում եք։ Այդ չեղավ զրույց։ Այդ եղավ ձեր ասածը ասեցիք գնացիք։ Գիտեք մեր խնդիրը ինչումն է, որ մեր աղոթքների 90%-ը չի պատասխանվում։ Մեր խնդրեմը նրանումն է, որ մենք կարող չենք լսել Աստծուն, թե ինչ ասում այս խնդրեմի համար։ Աղոթում ես դեռ այդ խնդրեմի հարցը չլուծված պատասխանը չեկած, այն մյուսի համար ես աղոթում, այն մյուսի համար, սենց ոչ մեկի համար է պատասխան չես լսում։ Չէ որ ասում է նեղության հետ ելքն էլ կտամ։ Այդ նեղություն եկել է ելքը փնտրի։ Ուր է այդ ելքը։ Ելքը գտար, լսում ես Աստծուց, ասում է տղես, աղջիկս, ելքը ստեղ է։ Կարում ես այս ելքը ձեռքդ մեկնես, բացես, կարում ես, չէ, ուրեմն օգնություն խնդրի ինձանից։ Ես լիքը մարդիկ ունեմ, կուղարկեմ, կգան, կօգնեն քեզ այդ ելքը կգտնես։ Բայց դու լսի, ում ա ուղարկում քո մոտ, որ այդ ելքը ցույց տա քեզ։ Ախ ոչ Աստծուն ենք լսում, ոչ էլ մեր քույր եղբայրներին ենք լսում, ոչ էլ մարդկանց ենք լսում, որ մեզ ինչ որ բանում ուզում են հրահրեն դեպի Աստծուն լսենք։ Ասում եմ, հələ մի հատ լսի էլի ինչ եմ ասում։ Գիտես նկատել եմ, ես վերջերս որ մեկին ասում եմ, կարամ քեզ խորհուրդ տամ, ասում է, հա իհարկե, խորհուրդը տալիս եմ, այդ մարդ չի ընդունում։ Բայց խես ասում, հա իհարկե, ասա չէ, չես կարա։ Դա ավելի ճիշտ կլինի, ավելի արդար կլինի։ Կլինի, որ արդարը հավատքով կապրի։ Արդար եղեք։ Այդ ժամանակ կտենաք, որ Աստված շատ բան փոխեց ձեր կյանքում։ Հավատարիմ եղեք Աստծուն։ Մի քիչ լսել սովորեք։ Գիտես, չես կարում, ասա Աստված, սովորեցրու ինձ լսել։ Սովորեցրու ինձ լսել, երբ որ ես գալիս եմ քո առաջ, միայն չբլբլամ գնամ։ Ես ուզում եմ նաև լսեմ։ Լսելու ժամանակ շատ բան կառնես։ Խնդիրներից դել դուրս կգաս։ Փառք Հիսուսին։ Գիտեք ժողովուրդ, մի կմտածեք Նարինը խնդիր չունի, սենց խոսում է։ Նարինը խնդիրների մեջ փնտրում Աստծուց ելքը։ Եվ նույնը խորհուրդ եմ տալի ձեզ։ Այդ ժամանակ Աստված կանի, ինչ որ պիտի անի։ Աստված օրհնի, եկեք աղոթքի գանք ժողովուրդ։ Աղոթենք, թող Տերը իսկապես բացի մեզ, որ մենք չմնանք անգետներ, որովհետև Աստծո խոսքն ասում է իմ ժողովուրդը անգիտության պատճառով է կործանվում, խորտակվում է իր անգիտության պատճառով։ Սքանչելի Տեր, շնորհակալ եմ իմ Աստված, ես գոհանում եմ քեզանից Հայր, քո հրաշալի ներկայության համար, Սուրբ Հոգի սքանչելի։ Այնինչ որ խոսում ես, այնինչ որ մեզ երկնքից վերցնում ես իմ Տիրոջից եւ փոխանցում ես մեզ, որ այսօր մեր երկրի վրա մեր կյանքը իմաստված ոչ թե բարթացնես, այլ մեզ իմաստություն տաս այս ամենից պատվով դուրս գալու իմաստված, հաղթանակած դուրս գալու համար Տեր։ Ես փառք եմ տալի քեզ իմաստված, ես գոհանում եմ քեզանից Հայր, քո ամենակարող զորության համար, որովհետեւ այսօր Տեր ունեմ քեզ եւ ունեմ այն խոսքը, որ երկնքից ուղարկել ես, այն ժառանգությունը իմաստված, որ գերազանց մեծությունն է քո իմաստված։ Ես ունեմ այդ ամենը եւ ես խոսում եմ իմաստված իմ քույրերիս եւ իմ եղբայրներիս ականջներին, որ իրենց էլ հասնի քո խոսքը, որ հասկանան եւ գիտակցեն, որ թույլ չտան, որ անօրենը ավիրի այն ամենը, ինչ որ դու շինել ես նրանց կյանքում Տեր, այն ինչ որ դու կառուցում ես այսօր քարը քարի վրա դնելով Սուրբ Հոգու ձեռքով Տեր, որ անօրենը գալիս է մեկ հպումով, մեկ հիվանդությունով, մեկ սխալ խոսքով, մեկ սխալ Տեր իմաստված խորհուրդով ամեն բան ջնջում է Տեր, խնդրում ու աղաչում իմ քույրերիս ու իմ եղբայրներիս համար Տեր, ինչ նեղության մեջ էլ որ լինեն, ինչ դժվարություն էլ որ լինի այսօր նրանց մեջ Տեր իմ Աստված, դու ես ելքը Տեր, քեզանից է ելքը Տեր իմ Աստված, ամեն մեկի համար պատասխան ունես դու Տեր, դու ասում ես ոչ թե իմ ականջն ծանրացե, որ ձեզ չլսեմ եւ ոչ էլ իմ ձեռքը, որ ձեզ ազատեմ, այլ ձեր մեղքերն են, որ զատում են ինձ ձեզանից, այո Տեր, այսօր թող մենք իսկապես գիտակցաբար հասկանալով գանք քո առաջ Տեր իմ Աստված ապաշխարենք, զղջանք մեր ասած խոսքերի, մեր բերանից դուրս եկած ամեն հռչակումների, որ անեծք էի դարձել
մեզ համար, մեր ընտանիքի համար, մեր հարազատների համար իմ Աստված, թող որ քանդված լինի քո խոսքի զորությամբ, որ ասացիր ապաշխարողը, խոստովանողը բաց կթողի եւ հաջողություն կգտնի, բայց իր մեջ պահողը կխարխուլվի ու կքանդվի, այո իմ Աստված, թող որ Տեր ամեն իրավիճակի մեջ Տեր գան քո առաջ խոնարհվելու, ծնկի գան քո առաջ իմ Աստված եւ խնդրենք քեզանից ներկայությունդ քո եւ իմաստությունդ եւ հասկացողությունը Տեր, դուր մեզ հասկացողություն մարդկանց հետ վարվելու Տեր, դուր մեզ իմաստություն ում հետ ինչպես վարվենք եւ ում հետ ինչ անենք Տեր իմ Աստված, որ բարին լինի քեզ համար եւ մեզ համար իմ Աստված, որ քո խոսքը չանիծվի եւ չարհամարվի Տեր, այլ իսկապես բարձրանա այնպես ինչպես դու փառավորեցիր քո խոսքը եւ դու ասացիր իմ խոսքը ամենից վեր դասեցի եւ ես իմ խոսքով եմ երթումանում, որ իմ բերանից դուրս եկած ամեն խոսք պիտի կատարվի եւ ոչինչ ետ չի դառնա պարապ ինձ, եթե չանի այն ինչի համար ուղարկված է։ Այո Տեր, այսօր քո խոսքը ուղարկել ես մեր մեջ, որը Քրիստոսն է Տեր, որ մարմին եղավ եւ բնակվեց մեզանում, որ այսօր մեզ առաջնորդի, մեզ ցույց տա, մեզ սովորեցնի, մեզ հասկացնի երկնային արքայության զորությունը Տեր եւ ցույց տա թե մեր ով լինելը Տեր իմ Աստված, աղաչում եմ քեզ սիրելի Հիսուս, հպվիր այսօր ամեն մեկին, Տեր, թող ոչ թե նրանք աղերսեն բժշկություն, այլ կանգնեն գիտակցաբար հասկանալով Տեր իմ Աստված, հրաժարվեն այդ հիվանդություններից, այդ անեծքներից, այդ ամեն տեսակի ուռուցքներից, այդ ամեն իմ Աստված անբուժելի հիվանդություններից, թող Հիսուս Քրիստոսի անունով կանգնեն եւ խոսեն իրենց մարմինների վրա, իրենց ոսկորների, իրենց մկանների, իրենց նյարդերի, իրենց հոդերի իմ Աստված, ամեն ինչ որ կա Հիսուս Քրիստոս, իրենց մաշկի վրա Տեր, մարդ էլ կա մաշկի ռակ ունի Տեր, հիվանդություն ունի, բայց երբեք ու երբեք իր բերանը չի բացե ու չի խոսե իր մաշկի վրա Տեր, ամեն ժամանակ խնդրում ու աղաչում են քեզանից բժշկություն, բայց երբեք ու երբեք չեն գործածում այն ինչ որ դու ես մեզ տվել Տեր, որ դու տվել ես մեզ խոսելու հնարավորություն, որ դու տվել ես մեզ իմ Աստված գործելու հնարավորություն, այսօր պիտի գործենք իմ Աստված, պիտի խոսենք եւ գործենք քո խոսքով Տեր, եւ պիտի թույլ չտանք, որ մեր մեջ մեր հույսը որևիցե կերպով շարժվի, ինչ փոթորիկ է լինի, ինչպիսին է լինի իմ Աստված, մենք ամուր ժայռի պես պիտի կանգնած լինենք, Սիոն սարի պես պիտի կանգնենք եւ չպիտի շարժվենք Տեր, այն Սիոնի, որ հրեշտակները կանգնում են այսօր Տեր, այն Սիոնի, որ Տեր իմ Աստված քո զավակները պիտի կանգնեն ու պիտի քեզ փառավորեն, որպեսզի մեծարվի քո սուրբ եւ պատվական անունը։ Շնորհակալ եմ սիրելի Հայր, շնորհակալ եմ այս հրաշալի խոսքերի, այս խորհրդի համար, Սուրբ Հոգու համար եւ այն ամենը ինչ որ տվեցիր մեզ, օգնիր մեզ իմ Աստված, որ պահենք Տեր եւ իմ Աստված ապրենք դրանով, որ չմոռանանք ու չանտեսենք Եվ չարհամարենք քո խոսքը Տեր, այլ գնահատենք եւ գանձի պես պահենք Տեր, մարգարիտի պես փայփայենք Տեր, որ ամեն իրավիճակի մեզ ինքն էլ մեզ պահի Տեր իմ Աստված, որովհետեւ քո խոսքն ասում է իմ խոսքը սիրողին իմ խոսքը կպահի նեղության մեջ, այո իմ Աստված, դու ես Տեր ամեն իրավիճակի մեջ մեզ պահողը, թող որ ամեն իրավիճակի մեջ փառավորվի Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա, ամեն։ Ով Հայր մեր, որ երկնքում ես, քո անունդ սուրբ լինի, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը այսօր էլ մեզի տուր։ Մեզ ների մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտականներին, ու մեզ փորձության մի տանիր, հապա չարից մեզ ազատիր, քանզի որ քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։ Տերը օրհնի ձեր ժողովուրդ ջան, թող ամեն իրավիճակի մեջ Աստծո լույսը ձեր բոլորի վրա լինի։ Գիտեք, մի բան եմ ուզում ասեմ, հավատարիմ եղեք առաջնահերթ ինքներդ ձեզ, ձեր բերանից դուրս եկած խոսքին, եթե մի բան ես աղոթե, հավատարիմ սպասի դրան։ Եթե դու մոռացար քո աղոթածը, մոռացի, որ այդ աղոթածը կլինի քեզ համար, դու պիտի սպասես դրան։ Գիտես, երբ որ օրինակի համար, երբ որ ես մի բան եմ զակաս տալի, ես սպասում եմ այդ զակասին։ Ես հետևում եմ, նայում եմ, տենում եմ ուր է հասե, հա։ Ամերիկայից սպասիլկա են ուղարկում,
ասել են ինչ ես ուզում, ասել եմ ես եմ ուզում, հիմա ես սպասում եմ, չէ՞ դրան։ Ես անդադ նայում եմ, որ երբ կհասնի ինձ։ Լսի սիրելիս, եթե դու ինչ-որ բան ես ուղարկե երկինք, ասել ես սա եմ ուզում, ուրեմն իմացի ընդեղից քեզ սպասիլ կա գալի։ Սպասի դրան։ Սպասի, հետևի։ Ոչ թե մոռացի, այլ անընդհատ հետևի։ Դու ասա ես սպասում եմ սրան։ Ես սպասում եմ սիրելի Հիսուս, ես սպասում եմ սիրելի հրեշտակներ, որովհետև իսկապես ժողովուրդ, եթե դուք սկսեք սենց ապրել, այս վերջում մի հատ հետաքրքիր բան Աստված դրել իմ սրտիս մեջ, որ ամիսը մի անգամ գոհության պաշտամունք պիտի անենք, ու այդ գոհության պաշտամունքը լինելու է այսպիսին։ Ու այս մեկ ամսվա ընթացքում բոլորը պիտի Աստծուց ինչ-որ բան վերցնեն եւ դրա համար գոհություն պիտի հայտնեն ու պիտի համե վկայեն, որ այս ամիս ես Տիրոջից այս բանը վերցրեցի, եթե 10 բան ես վերցրել, 10-ի մասին էլ կարող ես վկայել, որ ես վերցրեցի Տիրոջից։ Գիտես, չեմ ասում, որ դες կոշիկ խնդրեցի, կոշիկ տվեց, չգիտեմ, ջուր խնդրեցի, ջուր տվեց, այնպիսի բաներ, ինչը որ իսկապես Աստված կուղարկի քեզ քո խոսքի համեմատ, որ դու կսպասես ու կվերցնես ու դա իսկապես գոհության մեծ աղբյուր կբացի քո կյանքի մեջ ու այդ ամսական այդ մի օրը մենք տալու ենք այդ գոհության համար, որ ինչի համար ես գոհանում դու Տիրոջից, որովհետև դու պիտի գիտակցես գոհությունը դռներ է բացում քեզ համար, գոհությունը երկնքի դռներն ու պատուհաններն է բացում քեզ համար, որպեսզի լեփ լեցուն լցնի քեզ։ Եղիր օրհնված, թող Աստված օրհնի։ Ես ձեզ մաղթում եմ բարի անուշ քուն, բարի գիշեր, թող Տերը իր ձեռքերի մեջ վերցնի Հիսուս Քրիստոսի արյան ծածկոցը գա ձեզ վրա, ու թող որ իսկապես արժանի լինենք բարձրյալի ծածկոցի տակ բնակվենք եւ ամենակարողի շուքի տակ հանգստանանք, որովհետեւ հենց այնպես չլինի այս ամենը։ Այս ինչ որ արեցինք, խոսեցինք, չլինի որ պետք էր անեինք, արեցինք։ Ես պետքի համար չեմ արել։ Աստված վկայ է, ես պետքի համար չեմ արել, ես կարայի ասել, չեմ անում ու վերջ։ Ես պետքի համար չեմ արել, ես արել եմ, որովհետև ես ուզում եմ անել, ես ուզում եմ Տիրոջից լսել, ես ուզում եմ հանդիպում ունենալ Տիրոջ հետ։ Եթե դու հանդիպեցիր, քո կյանքը պիտի փոխվի։ Եթե դու հանդիպեցիր Հիսուսին, այս վարքյանից հետո քո կյանքը պիտի փոխվի։ Այլապես դու քեզ մի խաբի։ Գնա աղաչի, ասում ես սրտերդ պատառեք։ Խնդրի Աստծուն ու ասա, Աստված, ես ուզում եմ քեզ հանդիպեմ, ես ուզում եմ քեզ հանդիպեմ, եղիր են եղբոր պես, մտի ու ասա, մինչև չտենամ, չեմ գնա ստեղից, ես ուզում եմ քեզ տեսնեմ։ Եղեք օրհնված, բարի գիշեր ժողովուրդ ջան, Աստված բոլորիս հետ։ Լավ մնացեք, Աստծո խաղաղությունը եւ Աստծո զորությունը թող ամեն մեկիս հետ լինի։ Քրիստոսի արյան ծածկոցը պահի ու պաշտպանի մեզ։ Աստված բոլորիս հետ։